Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք նոր ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի հետ խաղային մամուլի ասուլիսը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ որակավորման փուլի առաջին հանդիպման Զիմբրունո խաղից հետո սկզբում մարզիչը կխոսի խաղի մասին, իսկ հետո կհնչեն լրագրողների հարցերը. So first your opinion about the match and then the questions. Good evening to everyone. Բարի երեկո բոլորին. I would say classic first match of the season. Կարող եմ ասել, որ սա մրցաշրջանի կլասիկ առաջին հանդիպում էր. We know that Zimbro is a good team with both and experience and the quality. Գիտենք, որ Զիմբրուն լավ թիմ է եւ ունի եւ փորձ եւ բարձր որակ. We made too many technical easy mistakes. Մենք տեխնիկական շատ եւ շատ հեշտ սխալներ արեցինք. But overall I think that we completely dominate the match. Բայց կարծում եմ, որ մենք ընդհանուր վերահսկում ենք խաղը. We have 100% chance to go in 1-0 instead that we are in 1-0. Few minutes later, after one mistake, we receive a goal for 1-0 for home team. Մենք 100% հնարավորություն ունեինք հաշիվը առաջինը դարձնել 1-0, սակայն դրա փոխարեն մի քանի րոպե անց մենք շատ վատ սխալ կատարեցինք եւ արդեն տնային թիմի համար հաշիվը դարձավ 1-0. But luckily for us, a few minutes before the end, we were able to score a goal. We had a lot of corners today, I would say approximately 10, and from one of them we finally scored. Բայց բարեբախտաբար խաղի ավարտից մի քանի րոպե առաջ մենք կարողացանք գոլ խփել. Այսօր շատ նաև անկյունային հարվածներ ենք ունեցել, կարող եմ ասել, որ մոտավորապես 10. I would like to say thank you to all our supporters who came here today. Ցանկանում շնորհակալություն հայտնել մեր բոլոր երկրպագուներին, ովքեր այսօր եկան. And I invite all FC Noa and supporters and FC Noa and Armenians who like football to come to our game next Thursday. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին գալու համար, ինչպես նաև ցանկանում եմ բոլոր Նոա ֆուտբոլային ակումբի երկրպագուներին եւ նաև բոլոր այն հայերին, ովքեր սիրում են ֆուտբոլ, հաջորդ 5 շաբթի գալ մարզադաշտ. To give us support, to give us energy. Մեծ էներգիա եւ աջակցություն տալու համար. Հարցեր? Պարոն Պերկովիչ, գրողների սկզբնական փուլում գրեթե խնդիրներ չունեիք, սակայն գրողների վերջնամասում ինչ-որ բան չէր ստացվում. Որն էր խնդիրը ձեր կարծիքով? So during the text at the start, we wouldn't have any problems. There would be no problems. But in the zone 3 already, we would have some kind of problem. So we couldn't score a goal. So what do you think the problem was? Yeah, very good question, very good opinion. We were a lot of times in zone 3, but we were not efficient. What lack is a little bit more creativity, a little bit better decisions, a little bit more, I would say also courage that in this kind of situation you need to take a risk. Zone 3 is for a risk and you need to solve situations 1 versus 1. Unfortunately today we didn't do this. We had few chances, one clear chances and few more chances, but from the dominance that we have in possession and especially how many times we were in zone 3, we need to do this much better. Կարծում եմ, որ սա շատ լավ հարցեր եւ շատ լավ կարծիք էր, այո, ճիշտ եք ասում, որ գրոհի ավարտման փուլում մի փոքր խնդիրներ էինք ունենում եւ կարծում եմ, որ սա կապված էր ավելի շատ մեր կրեատիվության եւ որոշում ներկայացնելու, խիզախ լինելու մեջ, կարծում եմ, որ այսպիսի դեպքերում մենք պետք է ավելի ռիսկի դիմենք եւ պետք է կարողանանք լուծել հարցը մենամարտերում։ Ցավոք սրտի չկարողացանք դա անել, բայց կարծում եմ, որ ունեցանք մի քանի լավ հնարավորություն, ունեցանք մաքուր հնարավորություններ գոլ խփելու եւ կարծում եմ այստեղ ավելի շատ կարող եմ ասել, թե ինչպես մենք վերահսկեցինք խաղը եւ թե քանի անգամ մենք փորձեցինք գրոհ անել, եղանք գրոհի վերջնամասում, կարծում եմ, որ դա այնպիսի մի բան է, որը կարող ենք բարելավել։ Համբարձումն ու Մանվելյանը շատ լավ մտածողներ են վերջում, ինչն է պատճառը, որ ավելի շուտ չկատարվեցին այդ փոփոխությունները, մանավանդ Մարիչը նշեց անկյունայինների մասին, որոնք հենց Մանվելյանն կարող էր ավելի շատ իրացնել եւ մեկնոք հետագայում գոլով ավարտվեց։ So the question is about Hovannes Hambartsumyan and Gor Manvelyan. He says that when they went into the pitch, they were very good and
the question is, first of all, why didn't you decide to put them in the game earlier, especially when you mentioned corner kicks, because he thinks that Manvelian could have been very good at them, and eventually one of them could have been again finished with a goal. Regarding Hovhannes Hambarzumian, we are very lucky that we have two, in my opinion, fantastic players for the same position. Today's decision was that Eric will start, and I think Eric did a pretty good job. You're right, both of them, they bring us a lot of new energy, a lot of quality on the ball. Very happy with all of them. And regarding set pieces from Gor Manvelian, this is very strong side of his play, and we always need to try to use this. I think also today he had enough corners. One we scored, and few were not brilliant, but as I said, both of them they bring us a lot, and I'm very happy how they react today. Այո, ճիշտ եք ասում, Հովհաննես Համբարձումյանի մասին կարող եմ ասել, որ Հովհաննես Համբարձումյանի եւ Գոր Մանվելյանի համար կարող եմ ասել, որ ես կարծում եմ, որ մենք շատ բախտավոր ենք, որ նույն դիրքում ունենք այսպիսի երկու ֆանտաստիկ ֆուտբոլիստ։ Ցանկանում ենք այսօր խաղը սկսել Էրիկ Բոակեի հետ եւ կարծում եմ, որ նա շատ լավ աշխատանք կատարեց։ Իհարկե Հովհաննեսի եւ Գորի դաշտ մտնելը մեզ տվեց նոր էներգիա եւ նոր որակ, բայց ես բոլոր ֆուտբոլիստներից շատ գոհ եմ, ինչը վերաբերվում է Գորի անկյունային հարվածներին, ես կարծում եմ, որ դա նրա ուժեղ կողմն է եւ կարծում եմ, որ պետք է միշտ փորձենք դա օգտագործել։ Իհարկե մենք նա այսօր ունեցավ բավական անկյունային հարվածներ եւ դրանցից մեկից կարողացան գոլ վաստակել, բայց կրկին մարզիչը նշում է, որ շատ գոհ է, թե ինչպես տղաները կարողացան արձագանքել։ Պարոն Բեկովիչ, այսօր միանգամից մի քանի դեբյուտ տեղի ունեցավ Նոայում, ինչ տպավորություն թողեցին նորեկները ընդհանուր առմամբ եւ կարծում եք արդյոք, որ թե ֆիզիկական եւ թե թիմին ներվելու տեսանկյունից դեռ բավականին ավելացնելու տեղ ունի։ So today we've had a couple of debuts with our newcomers. What impressions did you have of them? And regarding physical and also adapting to the team, do you think they would maybe need some more time? Of course, these things doesn't go over the night. We will for sure need some time, and my answer would be the same if we win today. We will need some time. We have a lot of new players. I think 15 players left from last season. This is like practically half of the squad. We are going to need time. But I'm happy, as I told you yesterday, how they work, how they behave, how they play. We knew it will not be easy for us today. Zimbru have their qualities. And they are already in the championship. This for today was our first match, and I'm sure how games will go that we will be better and better. Այո, իհարկե, միանշանակ համաձայն եմ ձեզ հետ եւ սա կլիներ իմ պատասխանը նույնիսկ եթե մենք այսօր հաղթեինք խաղը, կարծում եմ, որ այսպիսի բաները միանգամից չեն լինում եւ մեզ ժամանակ կպահանջվի, որպեսզի կարողանանք դա անել, բայց մենք այս մրցաշրջան մոտավորապես 15 ֆուտբոլիստ կորցրեցինք, նրանք լքեցին ակումբը, սա կարելի է ասել, որ մեր թիմի կեսն էր եւ իհարկե մեզ ժամանակ է պահանջվելու, բայց ես շատ գոհ եմ եւ շատ ուրախ եմ, թե ինչպես են նրանք աշխատում, ինչպես են նրանք իրենց դրսեւորում եւ թե ինչպես են խաղում։ Իհարկե գիտեինք, որ մեզ համար հեշտ չի լինելու, քանի որ Զիմբրուն ունի իր որակները եւ նրանք արդեն սկսել էին իրենց առաջնությունը, իսկ մեզ համար սա մեր առաջին պաշտոնական խաղն էր, բայց ես կարծում եմ, որ մենք օր-օրի ավելի կբարելավենք։ Թե Հայաստանում եւ թե Մոլդովայում Զիմբրուի դեմ խաղերում Նոային են համարում ֆավորիտ։ Ես գիտեմ, որ մարզիչներին դուր չի գալիս, որ իրենց թիմերին այդպեսի ստատուս տան, որովհետեւ դա կարող է խանգարել, բայց արդյոք կարող են լինել հազվադեպ դեպքեր, որ թիմին օգնի ֆավորիտի կարգավիճակ։ So both in Armenia and both in Moldova, in the Zimbru Noah, let's say clash, Noah is, let's say, the favorite, meaning of that Noah is more likely to win, and he mentions that he knows that usually you don't like
this kind of status because this might not help the team at all. But in some exceptions, do you think this would be in our favor? These kind of things are for the supporters, and they need to take care about these things. Me and my staff and our players, we know that 90 minutes on the pitch is only thing what is important. We also know that we need to be much better than we were today, especially in zone 3. We are going to analyze this match. We will prepare our next match against same opponent as best as we can. And I hope that together with our fans next Thursday we are going to celebrate going to next round. Կարծում եմ, որ այսպիսի բաները ավելի շատ վերաբերվում են երկրպագուներին։ Ես, իմ անձնակազմը եւ իմ ֆուտբոլիստները գիտենք, որ մեզ համար միակ կարևոր բանը 90 րոպե խաղալն է, եւ այսօրվանից ավելի լավը լինելն է հաջորդ օրը, հատկապես գրոհների ավարտման ժամանակ։ Մենք վերլուծելու ենք այս խաղը, ինչպես նաեւ նախապատրաստվելու ենք խաղի նույն մրցակցի դեմ, փորձելու ենք լինել հնարավորինս լավը եւ հույս ունեմ, որ մյուս 5 շաբթի մեր երկրպագուների հետ միասին կարողանանք նշել հաջորդ փուլ անցնելը։ Այսօր մի քանի վիճելի դրվագ եղավ, որքանով է դժվար սովոր լինելով վառով խաղալուն առանց վառ հանդիպում անցկացնելը։ So today we've had some moments, some tricky moments. How difficult was it today playing without VAR because we are used to it? I would rather not comment referees. For me, I must say honestly that I like VAR, but I think that lately VAR took too much decisions, let's say like this, and I like this old school football where referee decide everything and it is how he decide. Չեմ ցանկանում մեկնաբանել մրցավարների մասին, անկեղծ ինձ համար ես սիրում եմ վառը, չնայած վերջերս կարծում եմ, որ շատ է որոշումներ կայացնում, ինձ համար անձամբ ես ավելի սիրում եմ ֆուտբոլի, այսպես ասած, հին տարբերակը, որտեղ հենց մրցավարներն են որոշումները կայացնում։ Նախորդ մրցաշրջանում կարելի ասել ձեր պաշտպանության կենտրոնի զույգը Սերգեյ Մուրադյանն ու Սայնտինին էին։ Եթե կարելի է իհարկե որներ պատճառով այսօր Մուրադյանը չէր խաղում, հետո ինչպես կգնահատեք նոր պաշտպանի ու Սայնտինի համագործակցությունը եւ ինչպես եք պատկերացնում պաշտպանության կենտրոնում հիմնական զույգը։ So last season, let's say the duo of our defense were Sergei Muradyan and Saintini. They would like to know, if possible, the reason why Muradyan didn't play today, and also how would you rate the new duo of our defense, and how do you imagine this duo in the center of the defense? Sergei Muradyan is one of our most important players. Sergei Muradyանը մեր ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկն է։ At the final stage of last season, he got a hard injury. Նախորդ մրցաշրջանի վերջնամասում նա շատ դժվար վնասվածք ստացավ։ So I think around half of the preseason he didn't do it with the team, and he was not able to be part of the tactical part of the trainings. Ուստի կարծում եմ, որ նախապատրաստական շրջանի մոտավորապես կեսը նա հնարավորություն չի ունեցել, չի կարողացել թիմի հետ միասին լինել եւ չի եղել տակտիկական նախապատրաստման ժամանակ։ Just recently he joined fully training, and I'm very happy how he developed himself, and soon he will be back completely. And as I said, he is one of our most important players, and this is how I see him, and I hope that this season will be like full commitment for what he must to do and how he can develop himself. I really think that he's one of the best Armenian, especially in this age,
and I fully count with him. And decision for today was with Nathaniel and Stone. How will be next Thursday? We will see. Նա վերջերս է ամբողջովին սկսել միանալ մարզումներին եւ ես շատ ուրախ եմ տեսնել թե ինչպես է նա զարգանում կարծում եմ որ նա շատ շուտով կկարողանա արդեն ամբողջովին միանալ թիմին ինչպես արդեն նշեցի նա ակումբի համար թիմի համար շատ կարեւոր ֆուտբոլիստ է եւ ես իրեն հենց այսպես եմ տեսնում եւ հույս ունեմ որ այս մրցաշրջանն նա կկարողանա ամբողջովին նվիրվել նրան թե ինչպես կկարողանա այլ ավելի զարգանալ կրկին նշում եմ մարզիչը որ շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար Սերգեյ, ինչպես նաև կարծում եմ, որ իր տարիքային խմբում ամենալավ ֆուտբոլիստներից մեկն է եւ մարզիչը ամբողջովին հույս է դնում իր վրա։ Այսօրվա որոշումն էր, որ կխաղան Նատանել Սայնտինին եւ Մամբոստոնը, իսկ ինչպես կլինի 5 շաբթի օրը արդեն կտեսնենք։ Մինչ հարցին անցնել է, ցանկանում եմ արդել հաջողություն պատասխան խաղին։ Արամ Խամոյանը լավ էր համագործակցում թիմակիցների հետ առաջին խաղակեսում, սակայն փոխարինվեց երկրորդ խաղակեսի մեկնարկում։ Ինչ տակտիկական նկատառումներով էր պայմանավորված նրա փոփոխությունը։ Եվ երկրորդ հարցս, այսօր ավելի շատ գնդակով եք համեմատած մրցակցի։ Ձեզ ավելի հարմար է խաղալ առաջին համարով, թե երկրորդ։ So the first question is, before the question, they would like to wish us good luck on our match on Thursday. They would like to know about Khamoyan because in the first half he was really good at collaborating with the team, but then he got substituted in the second half. So what was the tactical decision behind this? Thank you for kind words for next match. Regarding Garam, he played good match. The reason for the substitute was a tactical decision. Շնորհակալություն ջերմ խոսքերի համար, բարեմաղթանքների համար։ Կարծում եմ, որ Արամը լավ խաղ ցուցադրեց, փոխարինման պատճառը տակտիկական էր. And the second question is in today's match we had more possession than Zimbru. So do you like playing as the number 1 or the number 2 more? Sorry? That's what he asked. To have more ball possession, to play with the ball or I like to play with the ball. I think that team as Noah need to dominate. I think that we dominate today and in the possession and in the shoots on the goal and in the corners. All the statistics, I think it's in our favor. Most important statistic is 1-1. We were not able to create too much in the zone 3. But as I said, it's our first match. These kind of games are never easy. And especially in Europe, this is European competition. Here is no easy game. And when we summarize everything, I'm satisfied with the result and completely aware of the thing that we need to be much better, and we are going to be. Միանշանակ ես նախընտրում եմ ավելի շատ տիրապետել գնդակին եւ կարծում եմ որ Նոան այնպիսի թիմ է որ պետք է ամբողջովին տիրապետի գնդակին խաղի ժամանակ մենք այսօր ունեցանք շատ հարվածներ ունեցանք շատ անկյունային հարվածներ եւ այս ամենը ապացուցվում է եւ կարծում եմ որ ամենալավ ապացույցը սրա հաշիվներ իհարկե չկարողացանք շատ ավելի հաջողակ լինել գրողների ավարտման ժամանակ, բայց կրկին մարզիչը նշում է, որ սա մեր առաջին խաղն էր, առաջին պաշտոնական խաղն էր եւ այս խաղերը երբեք հեշտ չեն լինում, հատկապես Եվրագավաթային մրցաշարում չկան հեշտ խաղեր, բայց երբ ընդհանուր վերանայում ես խաղը, մարզիչը նշում է, որ շատ գոհ է անցկացրած խաղից եւ գիտի, որ պետք է հաջորդ խաղին ավելի լավը լինել եւ ավելի լավը կլինենք Yesterday you said me that Kyle Dantes is the best player in Zimbabwe. Today he make a goal, he make assist. What does it mean? It means that he was not ready or bad preparing to him. And another question, your team play not so good until 70 minutes. At only last 25 minutes you began to press, begin more shoots, more attacks. Why do you think so? It's Noah became to play better, or because of Zimbru make some not good substitutions and come players and Zimbru begin to play more better? You're a regular journalist here, or you follow football, or? Yes. Yeah.
As I told you yesterday, we prepare ourselves as best as we can. We watched all 4 official games that Zimbru played this season. In my opinion, Dantas is their best player. He showed this today. This doesn't mean that we didn't prepare ourselves. He showed his quality. He won 1-versus-1 situation, give a perfect pass in the box. They make a goal. This is quality of the player. Regarding your sentence that we start to play after 17 minutes, 65. I completely disagree with this. I think that we played from first minute very well. We were a little bit passive in zone 3, let's say like this. If you remember, we had clear chance 1-versus-1 with goalkeeper. We also have chance that you can make 2-0, 3-0. Please listen the answer. Sorry. Second half, it can be 2-0 and 3-0. They have 2 good moments. 1-1 with the keeper, and if they scored 2-0, it was. As I said, I am satisfied how we play. It's our first game. I think that we control the game completely. If we were a little bit more lucky, we would win today. We were not. Zimbru is a good team. They have a lot of qualities. They have some players with high individual quality. And we know that we need to be on our best to win next Thursday. Ինչպես արդեն նշեցի, երբ մենք նախապատրաստվում էինք այս խաղին, մենք վերլուծել ենք ամբողջովին Zimbru-ի 4 պաշտոնական անցկացրած այս մրցաշրջանում 4 պաշտոնական անցկացրած խաղերը եւ կարծում եմ որ այո նա շատ լավ ֆուտբոլիստ էր եւ նա շատ լավ պահեր ունեցավ թե մենապայքարներում եւ թե նաեւ փոխանցումներ կատարելիս եւ դրա պատճառով կարողացան գոլ խփել իսկ ինչը վերաբերվում է երկրորդ հարցին լրագրողը նշեց որ Նոան սկսեց լավ խաղ ցուցադրել 70-րդ րոպեից հետո մարզիչը համաձայն չէ, կարծում է, որ հենց առաջին րոպեից ամբողջովին մենք շատ լավ խաղ ենք ցուցադրել։ Իհարկե մի փոքր ավելի пассив են գրողների վերջնամասում, սակայն ունեցել ենք շատ մաքուր հնարավորություններ եւ ինչպես արդեն նշեց, սա մեր առաջին խաղն էր եւ նա շատ գոհ է ցուցադրած խաղից եւ հաջորդող 5 շաբթի խաղին նախապատրաստվելու համար ավելի լավը պետք է լինենք եւ կլինենք ինչպես նաեւ նշեց Zimbru-ն կրկին շատ լավ թիմ է եւ նրանք ունեն շատ բարձր որակի անհատական բարձր որակի ֆուտբոլիստներ Thank you. Let's finish in 90 minutes next week. We will try.